Հեքիաթային վայր ամբողջությամբ բուսապատ Գյումրու բուսաբանական այգու տարածքն է։ 88-ի աղետից հետո իրար կից տնակներ տեղադրվեցին։ Տարեց տարի ոմանք բնակարաններ ստացան, ոմանք պարզապես չդիմանալով անտառային կյանքին հեռացան, տարածքում թողնելով ապամոնտաժված տնակներից մնացած շինարարական ու կենցաղային աղբը։ Ձեր Բարդիների հովանու ներքո այսօր Ավետիսյանների ընտանիքն է ապրում։ 1989 թվականից է ընտանիքի հայրն այստեղ տնակ տեղադրել, քարապատել ու հիմնական բնակություն հաստատել։ Տնակը մշտապես փորձությունների է ենթարկվում։ Պատներ դարձած Բարդիների ճյուղերը ամառ ձմեռ պոկվում ընկնում են կտուրին։ Այսօր տեղացած հորդառատ անձրևն ու ուժեղ քամին առավել բարդացրին իրավիճակը։ Մեծ ճյուղի ընկնելու հետևանքով կտուրն ամբողջությամբ շարքից դուրս եկավ։ Տանն առավել են մոտեցել էլեկտրալարերը, որոնք վտանգում են բնակիչների կյանքը։ Սա միայն արտաքին տեսքն է։ Տնակի վիճակն առավել մտահոգիչ է ներսից։ Ճյուղի ուժեղ հարվածից տնակի ջահն է ընկել։ Նստած էինք ցերեկվա այդ ուժեղ քամու ամրոպի ժամանակ, ուժեղ ձայն լսեցինք, սկզբից էլ մեր նստած տեղը, դրսի տեղն ենք նստած, վախեցանք, հետո հաջորդեց մյուս ուժեղ ձայնը, եկանք ներս, որ ես մեր լուստրը արդեն կերին ենք գած, որտեղ մեծ ծառի ճյուղ կենք է, այս ծառներն է, հարավոր ծառներ են, հնարավոր չէ, մշտապես, միշտ այստեղ այսպիսի տեղատարակների ամրոպի ժամանակ, միշտ մեր տնակը եղել է սարսափի մեջ ենք եղել մենք։ Ավետիսյանների համար սա արդեն սովորական երևույթ է դարձել։ Տարեց տարի տնակի քայքայման դեմ տարված պայքարն այլևս անիմաստ է դարձել։ Խոնավությունից տնակում փայտի սնկային հիվանդություն է զարգացել, ինչն առավել է արագացրել քայքայման process-ը։ Արդեն ներսն է քաշել խոնավությունը, քանի որ այս բարդիները չեն թողնում, որ արևը ընկնի մեր տան վրա, այդ սնգերը անտառ աճում է, մենք է անտառ պոկում ենք։ Ավետիսյանները միայն մեկ անգամ են դիմել Գյումրու քաղաքապետարան։ Քաղաքապետը խոստացել է օգնել տնակի սեփականաշնորհման հարցում։ Ընտանիքը սակայն այստեղ շարունակել բնակվելն այլևս անհնարին է համարում։ Պետք չէ այդ սեփականաշնորհումը, որովհետև փորձանքը միշտ կա։ Ոնց է հեչ անհրաժեշտ չէ, որ այստեղ սեփականաշնորհի, որտեղ տեղանքը ահավոր տեղանք է։ Երևի չեք պատկերացնում։ Եթե այդ քամու հոտորի ժամանակ այստեղ լինենք, ամբողջ պատուհանների փեղկերը քամուց կբացվի, արդեն չգիտենք թե որ մասը փակենք, ինչ միջոցի դիմենք։ Նկարահանման պահին ականատես եղանք, թե ինչպես կտուրից անձրևաջրերը անարգել ներս թափվեցին։ Սա հենց այն հատվածն է, որը վնասվել է Բարդու ճյուղից։ Ծագից տանիքի ջուրը լցվում են, ես ինչ անեմ ես։ Հնարավոր չէ սրա դեմը ոչինչ բան անել։ Տնակը նաև քայքայում են հատակի տակով աճող Բարդու արմատները։ Ավետիսյանները այլևս ի զորու չեն պայքարելու պահպանել տնակը։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։